Ելակը մի անգամ եմ դեր կնել ու երբ դրանով կեզրապակվենք էլի այդ։ Ելակն ու բալը թանկ է, սեզոնային մրգեր մարդիկ քիչ են գնում։ Սեղմ բյուջեով փորձում են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքները։ Հայաստանում թութը իրավունք չունի այդ գինը ունենա, էլի ոտքի տակ է, սարսափելի թանկ է։ Նախորդ տարվա համեմատ այս սեզոնին ելակն ավելի թանկ է, ասում են վաճառողները։ Իրենք թանկ գնում են, թանկ էլ վաճառում։ Միջին չափի 1 կիլոգրամ ելակի համար մարդիկ 1800 դրամ են վճարում։ Իլասը 1500 դրամ, մնացած ապրանքները պամիդորը 850, 250 կաբաշկան, 1150 բիբառնա, 850 բադրջաննա, 150 վարունգը, 450 կարտոֆիլը։ Նախորդ տարվա համեմատ շուկայի աշխատակիցներն այս տարի որոշակի գնաճ են նկատում։ Մսամթերքի շուկայում եւս փոփոխություններ կան։ Միանգամից 400 դրամ բարձրացել է խոզի մսի գինը։ 1800-ից 2200 դարը։ Գնաճը նորմայի սահմաններում է, վստահեցնում են պաշտոնյաները, մինչդեռ քաղաքացիներն այլ իրականության են բախվում։ Պահանջված ապրանքատեսակները օր-օրի են թանկանում։ Կարտոֆիլի կիլոն տեսել եք 550-650։ Միրգը ահավոր թանկան, թոշակառու մարդիկ մենք չեն կարողանում օգտվենք։ 40,000 փող են ստանում, այդ 40,000-ով ես ինչ առնեմ։ Շատ մարդիկ կան, որ չեն կարող ապրեն։ Պարկով, բանով, ստեից, ծնդեից, ասում ես առնենք, որ յոլա գնանք։ Նպարեղենն ու խմիչքները նույնպես գնային նույն սանդղակում չեն մնացել։ Վաճառողներն էլ են բողոքում, առևտրի ծավալը քիչ է։ Վային առևտուրին, ինչ առևտուր, ամսի 1-ից գոլան թանկացրել է, բանը ջրերը թանկացել է, կոֆեն թանկացել է, բա ինչ արել, ամեն ինչը թանկացել է, այս բրինձեղենի, ձավարեղենի մեջ էլի թանկացել է, լրիվ թանկանում է, էժանացող բան չկա։ Մասնագետը փորձում է բացատրել, թե պաշտոնական վիճակագրությունն ու ռեալ իրականությունն ինչու են տարբերվում։ Ազգային վիճակագրական ծառայությունը միջինացնում է մոտ 400 տեսակի ապրանքների գինը։ Մարդը ինչ հաճախական ցամփա ձեռք բերում փողկապ, բնականաբար շատ ուշ է ձեռք բերում։ Դրան հակառակ, ինչ հաճախական ցամփա ձեռք բերում պտուղ բանջարեղեն, միրգ, կարակ, հաց, ըմպելիք որևէ, գազավորված կամ չգազավորված ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային։ Այս խումբը, երբ որ արդեն նայում ենք այն հիմնական ապրանքները, որի հետ մարդը շփվում ամեն օր, ձեռք է բերում ամեն օր, այստեղ արդեն ունենում ենք այն վատ թվերի վիճակագրությունը, ինչին ականատես է լինում մեր քաղաքացին։ Գյուղացին ստիպված է ապրանքը թանկացնում, որ եկամուտ ունենա, ասում է Պիպոյանն ու հավելում. գյուղատնտեսության գրագետ քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա։ Ես չեմ կարող մեղադրել գյուղացուն իր ապրանքը թանկացնելու համար, ոչ էլ վերավաճառողին, որովհետև ընդհանուր իմաստով ոլորտում սկսած հարկային քաղաքականությունը վերցած մարդկանց վրա ընդհանուր բեռի ծախսային բեռը, որը ավելացել է, այս բեռը ինչ որ մի ձև այդ մարդիկ պետք է կարողանան հատ իրենց վրայից թեթևացնել եւ իրենց ապրանքախմբի վրա դա գնաճով է դրսևորվում։ Շատ դեպքերում էլ եմ առանց համապատասխան ոլորտային քաղաքականության, առանց մոտեցումների մենք չենք կարող արդյունք ակնկալել։ Արդյունքում գնաճ կա, իսկ եկամուտները չեն ավելանում։ Չնչին թանկացումը հարվածում է գրպանին ու դժգոհության պատճառ դառնում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։